Այսօրվանից կսկսեմ նայել, թե ինչ է սպասում մեզ բոլորիս մինչև հուլիսի վերջ սիրո եւ անձնական թեմաներում, անձնական հարցերում։ Մինչև սկսեմ նայել, հարգելի խոյեր, ես անցած վիդեոներում բոլորի համար ասեցի, իսկ խոյերին սկզբում մոռացա ասել։ Ես շատ շնորհակալ եմ բոլոր խոյերից, ովքեր բաժանորդագրվում են, ովքեր կոմենտներ են գրում, լայքեր են դնում։ Շատ շնորհակալ եմ։ Ես ինչպես մյուս նշանների համար ասացի անցած վիդեոներում, ես տեսնում եմ ոչ միայն իմ, դե ես նոր եմ, մի քանի ամիս է անում եմ այս գործը, հասկանալի է, բայց հայկական նույնիսկ հաղորդումներ կան 700,000 մարդ է նայում, 2000 լայք են դնում։ Մի քիչ ժլատ եմ ժողովուրդը լայքեր դնելու մեջ։ Վատ բան ասելուց չեն տատանվի, բայց դրական կոմենտ գրելուց էլ մի քիչ ժլատ են, իրականում պետք է մի քիչ առատաձեռն լինի։ Մի քիչ դուք պետք է առատաձեռն լինեք, որ կյանքն էլ ձեր նկատմամբ, ասում են ինչ ցանում ես, այն էլ կհնձես։ Ես կոնկրետ խոյերի մասին չեմ ասում, հակառակը, անկեղծ ասած խոյերը շատ ակտիվ են, ես շատ շնորհակալ եմ բոլոր խոյերից, հարգելներս։ Դուք ինձ մոտիվացնում եք։ Որովհետև երբ ընդհանուր բոլորին ասում ես, չի կարող բոլորին վերաբերել, հասկանում եք, 1000 խոյ է նայում, ես մի քանի կարտով, մի քանի րոպեում բոլոր խոյերին բավարարող ինֆորմացիա չեմ կարող տալ։ Միշտ հիշեք, սա անհատական չէ, կոնկրետ ձեզ չի վերաբերում, ում ինչ վերաբերում է, վերաբերում է։ Կարող է մի շաբաթ ձեզ չվերաբերել, մի շաբաթ վերաբերել։ Մի կին կոմենտ էր գրել, խոյ չէր, պարզապես չգիտեմ ինչ նշան, ասում էր լավ բաներ եք ասում, Աստված տա լինի մարդիկ հուսախաբ չլինեն։ Գիտեք, ես համաձայն եմ դրա հետ, բայց մյուս կողմից մարդիկ իրենք են իրենց հուսախաբ անում, հարգելիներս, երբ տեսնում եմ զույգերի համար մատանի, ձեր աչքի առաջ խառնում եմ, շատ էլ խառնում եմ, տեսնում եք։ Դուրս է գալիս մատանի զույգի համար, դե առաջին ինչ պետք է լինի ամուսնություն։ Բայց եթե 2-3 անգամ ինչ որ երիտասարդներ հանդիպել են կամ նույնիսկ միջին տարիքի, 2-3 անգամ հանդիպելուց հետո նախ դուք զույգ չեք դեռ, դուք պարզապես ծանոթանում եք իրար հետ, երկրորդը հաստատ 2-3 անգամ հանդիպելով ամուսնության առաջարկություն չեք ստանալու։ Իսկ եթե կստանաք, փախեք այդպիսի մարդկանցից։ Լուրջ մարդը, եթե խնդիրներ, խնդիրներ չունի, 2-3 օր հանդիպելով ոչ մեկին ամուսնության առաջարկություն չի անում։ Դուք դեռ իրար չեք էլ ճանաչում։ Իսկ նրանք, ովքեր ամիսներ շարունակ ճանաչում են, ընտանիքի հետ ծանոթացել են, մի շաբաթ կարող են առաջարկություն անել, նրանց է վերաբերում, որոնք արդեն ինչ-որ տևական ժամանակ է առաջարկություններ, ներողություն, արդեն հանդիպում են, իրար ճանաչում են եւ պլանավորում են իրար հետ կյանքը կապել, այն նրանց է վերաբերում։ Այսինքն, եթե դուք ինքներդ ձեզ հուսախաբ չանեք, թե որտեղ երրորդ անգամ հանդիպողն է երազում ամուսնության առաջարկություն ստանալ, մատանի դնեն, պարզապես դա իրական չէ։ Ինչքան իրական ցանկություններ ունենաք, այնքան ավելի քիչ հուսախաբ կլինեք։ Ոչ միայն կարթնայելով առհասարակ կյանքում, քիչ ակնկալիքներ ունենաք։ Ասենք երբ որ ասում են ֆինանսական հաջողություն կարող եք ունենալ, եթե մեկը գիտի, որ վարկային հարցերը տեսնում եմ հաջորդ շաբաթ լավ կլինի, իսկ դուք գիտեք, որ դուք վարկային վատ պատմություն ունեք, սև ցուցակում եք, ձեզ վարկ չեն տալու, ինձ լսելով գնացիք ու վարկը մերժեցին, այսինքն ինչ։ Ես ես հուսախաբ արեցի, իհարկե ոչ, դուք գիտեք, որ ձեզ չեն տալու։ Բայց եթե ամեն ինչ արել եք, բոլոր թղթերը պատրաստել եք, ձգձգվում էր, հաջորդ շաբաթ ասում եմ հաջող լինի, նշանակում է հաջորդ շաբաթ դիմեք, ուրեմն ձեզ չեն մերժի, որտեղ դուք ամեն ինչ ճիշտ եք արել եւ հավանականությունը մեծ է։ Հասկանում եք, դա օրինակի համար եմ վերում։ Խոյերին չի վերաբերում, սա բոլորին վերաբերում է, ես բոլոր նշանների համար էլ կասեմ, որովհետեւ մարդիկ իսկապես շատ լավ կոմենտ էր գրել այդ կինը։ Ճիշտ է ասում, մարդիկ իզուտեղը հուսախաբ չլինեն, բայց էլ եմ ասում, հուսախաբ ես չեմ անում։ Մարդիկ իրենք են իրենց հուսախաբ անում, երբ որ չափից ավել մեծ ակնկալիքներ ունեն։ Եվ ամենակարևորը բոլորին եմ ուզում հիշեցնել ամեն անգամ երևի, սա անհատական չէ, կոնկրետ խոյի համար, որ հենց հիմա ինձ նայում է, ես իր համար չեմ նայում։ Ես նայում եմ բոլոր խոյերի համար։ Ում կվերաբերի, նրանց էլ կվերաբերի, հարգելիներս։ Ում էներգետիկ դաշտը ինձ հասնում է, նրանց մասին էլ տեսնում եմ։ Շատ լավ, տեսնենք ինչ է սպասում խոյերին անձնական հարաբերություններում եւ սիրային հարաբերություններում մինչև հուլիսի վերջ, հաջորդ 2-3 շաբաթվա ընթացքում։ Ես կդետարկեմ երկու տարբերակ, առաջինը միայնակների, երկրորդը զույգերի, իսկ երրորդը ոչ մեկին չնեղացնելու համար պարզապես երրորդ կարտել կհանեմ։ Երրորդ կարտով ավելի քիչ կխոսեմ, բայց ինչ տեսնեմ, այն էլ կասեմ։ Միայնակների համար տեսնում եմ այսպես գեղեցիկ կարտ, բաժակների 3-ը։ Շատ լավ ընկերական շրջապատ ունեք, շատ լավ ժամանակ եք անցկացնում ձեր ընկերների հետ, անկախ նրանից երիտասարդ եք թե միջին տարիքի։ Բայց միայնակ եք, կարծես թե ընկերությունից այն կողմ հարաբերությունները չեն շարժվում։ Տեսնենք։ Ինչ կհուշեն կարտերը։ Միայնակ խոյերի համար։
Շատ հետաքրքիր տարօրինակ կարտեր եմ տեսնում, հարգելիներս, բնականաբար բոլոր խոյերին սա չի կարող վերաբերել, բայց ում որ վերաբերում է, իսկապես հետաքրքիր կարտեր եմ տեսնում։ Ես այդտեղ տեսնում եմ 10 թրերի, այսինքն այստեղ տեսնում եմ միայնակ կարող է կին լինել, կարող է տղամարդ, խոյ, որը իրականում ցավ է ապրել։ Այսինքն անձնական հարաբերություններում, անձնական կյանքում հիասթափություն է ապրել, երևի թե հեռացել է ինչ-որ մեկից, որովհետև իրեն ցավ են պատճառել, այսինքն ես չեմ կարող ասել ցավ ինչպես կարող է լինել, ինչ իմաստով, դավաճանություն է կամ անկեղծ չեն եղել, կամ պարզապես հիասթափվել եք, ինչ էլ ուզում է լինի, 10 նշանակում է արդեն վերջացել է, ինչ որ եղել է սա անցյալում է, նոր չի լինելու։ Հաջորդ 2 շաբաթվա մեջ դա չի լինելու։ Եվ կարող եմ ասել միգուցե դա է պատճառը, որ մարդը ծանր է տարել եւ ընկերները իրեն փորձում են տանել մի քիչ այսպես զվարճացնել, որպեսզի մարդը այդ վիճակից դուրս գա։ Ամեն դեպքում մարդու սիրտը կոտրվել է, բայց ես տեսնում եմ ճիշտն ասած, որ այստեղ դուք առաջ եք նայում։ Այսպիսի խոյեր եթե կան, կին տղամարդ նշանակություն չունի, հիասթափություն եք ապրել, ինչ որ մեկին կորցրել եք կամ հեռացել եք, տեսնում եմ այսպես ջահերի տզով, որ դուք նոր ուղի եք փնտրում, նոր միտք ունեք, դուք նորովի եք նայում կյանքին եւ հեռանում եք, անցյալը թողում եք անցյալում եւ այսպես նայում եք առաջ։ Ջահերի այսպես տեսնում եմ Պաժը տղան է, այսինքն նոր ճանապարհ եք գնում։ Դուք մի քիչ ծանր տարել եք, կարող եմ ասել, մի քիչ հիվանդագին տարել եք։ Որոշել եք, որ առայժմ ոչինչ չեք անելու, անձնական հարցերում ոչինչ չեք անելու։ Պարզապես ժամանակ եք անցկացնում ձեր ընկերների հետ։ Ես կարող եմ ասել, որ շատ խելացի եք, շատ ճիշտ ուղու վրա եք։ Նախ որոշել եք կյանքը նորից պետք է սկսել, ամեն ինչ վերջացած չէ, թողնում եք ձեր եւ տառապանքը եւ ցավ ամիջ թողնում եք յետևին, նորովի նայում եք, տեսնում եք, ամիջ թողնում եք յետևում, դուք նայում եք առաջ, շատ ճիշտ եք անում եւ ընկերների հետ էլ ժամանակ եք անցկացնում, չեք մնում տանը դեպրեսիայի մեջ չեք ընկնում, նաեւ որոշ մարդիկ տալիս են իրենց աշխատանքի, նույնիսկ եթե չեք տալիս, կարտերն են հուշում, եթե այսպիսի վիճակում եք, բայց ինչ որ ես ասում եմ, դուք իրականում չեք անում, ուրեմն արեք, կարտերը հուշում են, որ այդպես է ճիշտ, ժամանակ անցկացրեք ձեր ընկերների հետ, շատ ժամանակ, մենակ մի մնացեք, դեպրեսիայի մեջ մի մտածեք, աշխատեք, ինչ աշխատանք, եթե ունեք արվեստ, նկարիչ եք, երգիչ եք, չգիտեմ, ինչ անում եք, ինչ որ շնորհք ունեք, հոբի ունեք, զբաղվեք դրանով, այսինքն մի բանով, որ ձեզ հաճույք է պատճառում։ Մի բան, որ ձեզ գումար է բերում, տեսնում եք, այստեղ 8-ն է պենտակլի, երիտասարդը աշխատում է։ Կամ ունեք ինչ որ հետաքրքիր հոբի, մասնագիտություն, սպորտով եք զբաղվում, որ ձեզ դրանից հաճելի է, հա, լիցքաթափվում եք, կամ մի գործ եք անում, որ ձեզ գումար է բերում, ինչ էլ ուզում եք, զբաղվեք դրանով, այսինքն զբաղվեք ձեր կյանքով։ Այստեղ տեսնում եմ արդարության կարտը, արդարադատության ներողություն, այստեղ տեսնում եմ պենտակլի պաժը եւ տեսնում եմ 3-ը։ Գիտեք, շատ այսպես շատ ուժեղ մարդու, նախ խոյերը առհասարակ ուժեղ են, երկրորդը ուժեղ մարդու կարտեր եմ տեսնում։ Ես էլի եմ ասում, կդժվարանամ ասել այստեղ աղջիկ է թե տղա, զբաղվեք, շփվեք ձեր ընկերների հետ ժամանակ անցկացրեք, աշխատեք կամ զբաղվեք ձեզ հետաքրքրող գործերով եւ անպայման այսպես կարող ասել, վերին ուժերը ձեր կողմից են, ձեզ նոր կյանք է սկսվելու։ Նա այսպես տեսնում եք նորը պաժի ձեռքին, ես այստեղ մի քանի պաժ տեսա, այստեղ էլ եմ տեսնում ջահերը ձեռքին, այսինքն ձեզ ինչ որ նորություն է սպասում, ձեր կյանքում այդ մարդը ճակատագրով ձեզ հետ չի եղել, որտեղ մարդը որ սիրում է ձեզ, իրականում պետք է ձեզ երջանկացնի եւ ոչ թե ցավ պատճառի, ոչ թե թիկունքից խփի կամ դավաճանի, այլ հակառակը պետք է ձեր հոգսերը թեթևացնի, իսկ ես այդպես չէի տեսնում, ես չեմ տեսնում ինչ է եղել, բայց տեսնում եմ, որ դուք անցել եք դրա միջով եւ առաջ եք նայում, ճիշտ եք անում, իսկ այստեղ 3-ը տեսնում եմ, որ դուք ուղղությունը արդեն ընտրել եք եւ ճիշտ ուղղություն եք ընտրել, ես կարտերով եմ տեսնում, ճիշտ ուղղություն եք ընտրել, ձեզ կյանքում նորություններ սպասում են, ոչ առաջիկայում, ես չեմ կարող ասել հուլիս ամսվա ընթացքում նոր սեր կգտնեք, բայց այն, որ դուք անցյալը թողել եք անցյալում եւ նայում եք առաջ, արդեն շատ դրական է ձեզ համար, որովհետեւ առջևում ձեզ իրականում շատ ավելի գեղեցիկ ապագա է սպասում եւ ավելի հետաքրքիր զույգ կարող եք գտնել, դուք արդեն ճիշտ ուղու վրա եք, տեսնում եք, որ ապակինվում եք, իսկ ովքեր որ նոր է այս վիճակը, ինչ որ խորհուրդներ տվեցի եւ աշխատանքով զբաղվեք, հոբիով ընկերների հետ ժամանակ անցկացրեք, ընտրեք նոր ճանապարհ, կյանքը պետք է սկսել սկզբից։ Դա վերջը չէր, դա իրականում շատ սխալ հարաբերությունների վերջն էր, հարգելինս, ինչը նշանակում է նոր եւ առավել գեղեցիկ հնարավորություն է ձեզ սպասում ապագայում։ Ինչ եմ տեսնում զույգերի համար, տեսնում եմ աշտարակ է քանդվում։ Զույգերը կարող են լինել ամուսնացած եւ չամուսնացած։ Ինչ է պատահել որոշ զույգերի հարաբերություններում խոյերի համար, հարգելի խոյեր։ Հետաքրքիր կարտեր եմ տեսնում։
Հարգելիներ, սա չի կարող բոլորին վերաբերել։ Ինչ շատ հետաքրքիր կարտեր եմ տեսնում, շատ։ Բոլորին սա հաստատ չի կարող վերաբերել։ Բայց այստեղ տեսնում եմ ինչ որ փորձություն, ինչ որ խնդիր է եղել որոշ խոյերի, զույգերի մեջ, աշտարակը քանդվել է, այսինքն ինչ որ հարաբերություններ կամ քանդվել են, կամ նպատակ եք ունեցել եւ չի ստացվել երկուսով։ Շատ հետաքրքիր։ Այստեղ տեսնում եմ պենտակլի 2-ը, ինչ որ բալանսի մեջ փորձել եք ձեր հարաբերությունները պահել, բայց չի ստացվել, որովհետև այստեղ էլ տեսնում եմ տարբերակ չեք տեսել, ինչպես կարող եք հարցը լուծել կամ դուք հարաբերությունները կառուցել եք, բայց չեք տեսել, թե ինչպես պետք է այսպես կարող եմ ասել, վիճակից դուրս գալ։ Այսինքն ինչ որ բան չի աշխատել, ձեր հարաբերությունները նորմալ չեն եղել։ Կամ էլ չեք սիրել իրար, կամ հիասթափվել եք, եթե հատկապես ամուսնացած չեք։ Պարզապես դժվար է եղել, չեք կարողացել երկար ժամանակ հասկանալ ինչպես կարող եք, փորձել եք հարմարվել, այ բալանս, այսինքն փորձել եք հարմարվել, լավ է, վատ է, ճիշտ է, սխալ է, ամեն դեպքում փորձել եք համակերպվել ձեր հարաբերությունների հետ, բայց ամեն դեպքում ինչ որ ստիպված եք եղել որոշում կայացնել եւ ինչ որ ժամանակ տեսնում եմ որոշում չեք կարողանում կայացնել, իսկ հետո տեսնում եմ այստեղ արդարադատության կարտը, տեսնում եմ պաժ ջահը ձեռքին եւ տեսնում եմ այստեղ էլ բաժակների ասպետը։ Այսինքն գիտեք, ձեզ ամեն դեպքում կյանքը այդ ուղղությամբ տանելու է, եթե մարդիկ պետք է իրարից բաժանվեն, պետք է բաժանվեն, եթե աշտարակը քանդվել է, ձեր հարաբերությունները չեն աշխատում, որովհետև մեկ այլ տեղ ձեզ ինչ-որ նոր հարաբերություններ են սպասվում, հասկանում եք, հատկապես եթե ամուսնացած չեք, ես այստեղ անկեղծ ասած ընտանիք չեմ տեսնում, կարծում եմ այստեղ ամուսնացած զույգի մասին չէ խոսքը, որտեղ ամուսնացած զույգի ընտանիք քանդելը բավականին բարդ վիճակ է, ես կաշխատեմ դրա մեջ չմտնել, դա շատ ճակատագրական բարդ որոշում է։ Ես տեսնում եմ, որ ամեն դեպքում, գիտեք, այստեղ վերին ուժերի մատնել է խառը, ինչպես ասում են, եթե կարելի է այդպես արտահայտվել։ Ձեզ նոր ապագա է սպասվում, ում հետ որ ձեր հարաբերությունները չեն ստացվել, երկար ժամանակ հարմարվել եք, բայց ստիպված եք որոշում կայացնել, կարտերը հուշում են, երկուսն էլ նայում են առաջ, նայեք առաջ, թողեք, այն ինչ որ չի ստացվել, քանդվում է, դուք չեք կարողանում մի հոգու, գիտեք, հարաբերությունները երկու հոգու մեջ է։ Եթե դուք միակողմանի փորձում եք, պահել չի լինելու, անպայման պետք է վերջացնել, նայել առաջ, իսկ նոր առաջարկություն կյանքը ձեզ կբերի։ Չեմ կարող ասել տղամարդը առաջարկություն կանի, բայց կյանքի ձեզ առաջարկություն կլինի, ինչը նշանակում է ձեզ նոր մարդ կհանդիպի, անպայման կյանքը ձեզ նոր շանս կտա ձեր կյանքը կառուցելու, իսկ ես դա վստահ եմ ասում, տեսնում եք ինչ եմ տեսնում, շատ հետաքրքիր է։ Տեսնում եմ թագավոր, սրերի թագուհին, սրանք նույն նշանից են, սրանք թեև խոյի նշան չեն, բայց իրականում նույն նշանի, այսինքն դուք իրար համապատասխան, ձեզ համապատասխան զույգ կգտնեք, անպայման։ Դուք տղամարդ եք, թե կին եք, իմիջիալուց նշանակություն չունի։ Որ մեկն էլ, որ չաշխատող հարաբերությունը փոխում էր, այսօր մի կերպ փորձում էր հարմակերպվել, հարմարվել եւ պահպանել, իրականում ես այդպես չեմ տեսնում։ Ես տեսնում եմ, որ դուք իրականում աշտարակը եթե քանդվել է, շարժվեք առաջ, ձեզ նոր հարաբերություն, նոր զույգ է սպասում, շատ ավելի հարմար, որ իրականում կնի ձեզ կին կամ ամուսին, բայց դուք շատ կսազեք իրար, շատ ավելի հաջող ձեզ զույգ է սպասում ապագայում, հարգելի խոյեր։ Ես փորձել նորից մեկ անգամ նայել, կարող եմ տեսնել, եթե ձեր հարաբերություններն են վերականգնվում։ Ես իրականում չէ, նորություն եմ, սա նոր առաջարկ եմ տեսնում, նոր բաժով նորություն եմ տեսնում, ոչ չեմ կարող ասել, որ ձեր հարաբերությունները շտկվում են։ Չէ, աշտարակը քանդվում է, տեսնում եք, այստեղ քանդվող աշտարակն է, կառուցված չէ։ Ես ինչ որ ասեցի, ճիշտ, այդպես միայն այդպես կարող եմ մեկնաբանել։ Այն հարաբերությունները, որ ինչ որ ժամանակ է դուք մի կերպ եք պահում, հարմակերպվելով, յոլա գնալով, սխալ է հարաբերությունները։ Ձեզ ճիշտ մարդ չի հանդիպում։ Նրանք, ովքեր շատ երիտասարդ են, դուք արդեն 40-ն անցեք, նա չեմ կարող ասել ձեր կյանքը նորից կարող է կառուցել, հնարավոր է, բայց չեմ կարող ասել։ Իսկ եթե դեռ երիտասարդ եք կամ միջին տարիքում եք, հատկապես եթե ամուսնացած չեք, մի պահեք այսպիսի հարաբերություններ։ Ինչքան կարելի է համակերպել։ Դուք միակողմանի ձեր վրա է հիմնված։ Դուք չլինեք այդ հարաբերությունները այսքան ժամանակ, ինչքան որ ունեցել եք, չէին էլ տևի, ավելի շուտ կքանդվեին։ Երրորդ տարբերակը նայում եմ ընդհանուր ում կհամապատասխանի ավելի կարճ կոնկրետ խոսեմ այս մասին։ Ինչ որ միայնակ մարդիկ կան, միայնակ խոյեր, տարիքով են, երիտասարդ են, չէ, միայնակ չէ, ես նայում սա ընդհանուրի համար։ Խոյեր կան, որոնք հեռանում են ինչ-որ խնդիրներից, անձնական խնդիրներ կան, սա պարտադիր չի լինի սիրո թեմայի միջայլոց, այս մեկը նայում եմ ընդհանուր, եթե նույնիսկ տարիքով մարդիկ կան, անձնական հարաբերությունները կարող են ներքո իր եղբայր, չգիտեմ, բարեկամ, ազգական, ինչ որ խնդիրներից են հեռանում որոշ խոյեր, ում հետ են խնդիրներ ունեցել, ինչ խնդիրներ են եղել, չեմ կարող ասել, բայց կարծես թե կարողանում եք խուսափել, այսինքն եթե ինչ որ մարդիկ ինչ որ անհանգստություններ ունեին, որտեղ ինչ որ խնդիրների մեջ են, անձնական հարաբերություններում, հիշեք, անձնական, սիրային,
քույր եղբայր, ընտանեկան, հարևանների հետ, չգիտեմ, խնամիների հետ, զույգերի միայն ով ուզում է լինի, ինչ ուզում է լինի։ Ես ընդհանուր նայում եմ բոլոր խոյերի համար։ Ինչ որ խնդիրներից կարողանում եք հեռանալ։ Եվ միայն դուք կհասկանաք, թե ինչ խնդիրների մասին է խոսքը։ Շատ լավ կարտեր եմ տեսնում, հետ հարգելիներս, շատ լավ։ Կարողանում եք, հեռանում եք, ինչ խնդիր էլ կա, ձեզ շատ անհանգստացնում է, իրականում կհեռանաք, տեսնում եք, այստեղ զրոյական կարտն եմ տեսնում։ Շատ այսպես, չգիտեմ, ինչ որ ռիսկային հարց եղել է, ամեն դեպքում ինչ վտանգավոր պահ եղել է։ Վտանգավորը կարող է լինել, այսպես կարող եմ ասել, չգիտեմ, բաժանության եզրին էիք չեք բաժանվում, կարողանում եք հարցերը իրականում լուծել։ Ֆինանսական կորուստ կարող եք ունենալ, գործարքը չէր կայացել, ֆինանսական կորուստ չեք, ռիսկային է եղել, բայց իրականում չեք կորցնի։ Զրոյից նորից սկսում եք, նորովի եք սկսում։ Եվ իրականում կարողանում եք խնդիրներից խուսափել։ Ես չեմ կարողանա մանրանալ, ով ինչ խնդիր ունի անձնական հարաբերություններ, ում հետ էլ որ լինի, տեսնում եմ, որ կարողանում եք հարաբերությունները փրկել, զրոյից սկսել։ Եվ հաջորդիվ տեսնում եմ այստեղ քրմուհու կարտը, եւ այստեղ տեսնում եմ թագավորը, ջահերի թագավոր, այստեղ էլ թագուհի եմ տեսնում։ Այսինքն, եթե դուք ինչ որ մեկի հետ կին տղամարդ հարաբերություններ էին, էլ եմ ասում, քույր եղբայր, ծնողների հետ, ով ում հետ ինչ խնդիրներ որ ունի, իրականում բավականին ձեր ներքին զգացողություն ձեզ հուշել է, այդպես կարող եմ ասել, կամ կհուշի։ Դուք ներքին ձայնով կհասկանաք, թե ինչպես կարող է այս հարցը կարող եք լուծել։ Տեսնում եք, այս երիտասարդը հիմարի կարտն է իրականում, ինքը այսպես եկել է կանգնել է ժայռի ծայրին, այսինքն այստեղ ռիսկ է, ինքը կարող է մի քայլ էլ եթե անի, հա, կարող է ժայռից ընկնել, բայց իրականում տեսնում եմ, որ չի ընկնում, խուսափում է։ Այսինքն դուք ինչ որ մեկի հետ էլ եմ ասում, ով ում հետ ինչպես էլ որ լինի, խնդիրներ եթե ունեիք, շատ մոտ էիք լուրջ պրոբլեմ ունենալու մարդու հետ, բայց իրականում կկարողանաք իրավիճակը փրկել, որովհետեւ դուք ներքին ձայնը ձեզ կհուշի։ Հավատացեք ձեր ներքին ձայնին, կարտը այդ է հիշում։ Իլյուզիաների հետևից մի ընկեք, այսպես կլինի, այսպես, նո, դուք ինչ որ ներսից ձեզ զգում եք, այդպես էլ արեք։ Ես տեսնում եմ երկու հոգի նայում են իրար, այսինքն երկու հոգի եթե խնդիր ունեն իրար հետ կհաշտվեին։ Ամուսիններ եք, բարեկամներ եք, ընկերներ եք, չգիտեմ, ինչ ուզում է լինի։ Կարող եք նույն սեռի երկու հոգի լինեն, քույրեր են, եղբայրներ են, չգիտեմ, որդիներ, զավակներ են։ Հետաքրքիր է ամեն դեպքում վերջին տարբերակը։ Մարդիկ կգտնեն տարբերակ, ինչպես կարող են հաշտվել։ Այժմ տեսնենք ինչ է սպասում ցուլերին։ Հաջորդ 1-2 շաբաթվա ընթացքում մինչև հուլիսի վերջ իրենց սիրային եւ անձնական հարցերում։ Հարգելիներս, նորից եմ հիշեցնում բոլորին, ես անհատական այստեղ չեմ նայում, այսինքն միայն այստեղ ընդհանուրի համար է։ Եթե ձեզ չի վերաբերում, սրտներիդ մոտ մի ընդունեք, ուրեմն այս անգամ ձեզ չի վերաբերում, հաջորդ անգամ կարող է վերաբերել։ Նրանք, ովքեր 1-2 նայում են 3 վիդեո, տեսնում են, որ իմ ասածները ձեզ չի համապատասխանում, ուրեմն ես ձեր էներգետիկան ինձ չի հասնում, մի նայեք իմ վիդեոները, ժամանակ եք վատնում։ Գնացեք փնտրեք, գտեք այլ մարդկանց վիդեոները, որոնցից կարող եք ինչ որ օգուտ ստանալ։ Ես բոլորի համար եմ նայում, ում ինֆորմացիան հասնում է, ում չէ, չի հասնում։ Աշխատեք շատ մեծ հույսեր չկապել, որպեսզի ինքներդ հետո հուսախաբ չլինեք, հետո մեղադրում եք կամ ինձ, կամ կարտ նայողներին, կամ կարտերին, խոստանում էին մեծ ինչ որ լավ բաներ չեղավ։ Տեսեք, հարգելիներս, եթե ես օրինակ այս անցած շաբաթվա համար նայում եմ, չէ, այս շաբաթվա համար նայում էի շաբաթվա համար եւ որոշ զույգերի ընկավ օրինակ մատանի նշանակում է ամուսնություն։ Բայց եթե դուք 2-3 անգամ մեկի հետ հանդիպել եք, դուք դեռ զույգ էլ չեք, որ մնաց թե ամուսնության առաջարկություն ստանաք։ Չէ, այսինքն եթե 2-3 անգամ հանդիպող աղջիկն էլ ինչ որ մեկի հետ նոր են ծանոթանում, ինքը երազում է իրեն առաջարկություն անեն, դա հաստատ ձեզ չէր վերաբերում։ Այսինքն դուք դրանով խափում եք ձեզ։ Նրանք, ովքեր ամիսներ է հանդիպում են, ընտանիքի հետ երիտասարդի ծանոթացել են, նրանց կարող է առաջարկություն անել, որտեղ դա կարող է նրանց վերաբերել։ Հասկանում եք, այսինքն պետք է խելքի մոտ էլի ամեն ինչը վերագրել մարդկանց։ Բոլորն էլ ունեն մեծ ցանկություններ, բայց եթե զգում եք, որ դա իրականում ձեզ այնքան էլ չի վերաբերում, մի այսպես, ոնց ասեմ, շատ մեծ հույսեր կապեք, որպեսզի հետո չհիասթափվեք։ Ինչպես ձեզ կվերաբերի, այնպես էլ կարող եք ձեզ վերագրել։ Ես ասում եմ եղբայր-քույր, եթե չունեք եղբայր-քույր, ունեք հորեղբոր տղա, որ ձեզ եղբորպես է, ուրեմն դա ձեր հորեղբոր տղան է։ Ես ունեի ընկերուհի 20 տարեկան է, 7 տարի ինձնից մեծ, այդ աղջիկ ինձ քույր էր։ Մեծ քրոջպես ինձ տիրություն էր անում, նայում էր, հոգ էր տանում իմ մասի, եթե տիրություն անելը, չգիտեմ, ճիշտ բառ է, ուղղակի մեծ քրոջպես ես սիրում էի իրեն, հարգում էի իրեն։ Չնայած մենք բացարձակ արունակից ոչ մի կապ չունեինք իրար հետ։ Եթե ինձ մեկը կարտով նայեր ասեր քույր, ես չէի մտածի քույր չունեմ, ինքը կլներ ինձ համար քույր, ես կհասկանայի, որ խոսքը իր մասին է։
Այդպես, փորձեք ավելի ճիշտ կարողանալ գուշակել ինչի մասին է խոսքը, որպեսզի հասկանաք ինչպես կարող եք ձեզ վերագրել։ Այսինքն բառացի իմ ասացի հետևից մի եկեք, որտեղ ես չգիտեմ ում համար եմ նայում։ Այ անհատականը կարող եմ անհատապես ամեն մեկին ճիշտ ասել, որտեղ մարդը դիմացս նստած է, ինձ հուշում է, չէ, դա եղբայրս չի, հորեղբորս տղան է, ուղղություն է տալիս, ես կշարունակեմ։ Իսկ այդպես բոլորի համար ես չեմ կարողանա գլխի ընկնել, ով ում բարեկամն է։ Դուք ինքներդ պետք է կարողանաք կռահել հարգելնից, որպեսզի ավելի ճշգրիտ լինի ինֆորմացիան, ինքներդ ձեզ մեծ հույսեր չտաք, իսկ հետո չի հաստատվեք։ Իսկ եթե ինչ որ բարդ վիրավիճակ է, շատ դրական բան չեմ ասում, ընդունեք որպես նախազգուշացում։ Դա դեռ չի եղել, դեռ կարող եք խուսափել դրանից։ Նոր մարդիկ են ավելանում, դրա համար եմ ուզում զգուշացնել, որտեղ զգում եմ մարդիկ կան, ասում են շատ լավ բաներ եք ասում, հույսով եմ կլինի եւ մարդիկ հուսախաբ չեն լինի։ Դրա համար էլ զգուշացնում եմ, շատ այսպես անհավանական, հա, հույսեր մի կապեք, եթե մի բան ռեալ չի, իրական չի, ուրեմն չի կարող լինել։ Որպեսզի հետո չկարծեք, որ կարտերը ձեզ հուսախաբ արեցին, ինքներդ ձեզ հուսախաբ մի արեք։ Հարգելնես, շատ երկար խառնեցի, բայց պետք է էներգիան փոխվեր։ Այժմ տեսնենք ինչ է սպասում ցուլերին առաջիկայում մինչև հուլիսի վերջ իրենց անձնական եւ սիրային հարցերում, միայնակների համար, զույգերի համար եւ մի կարճ ընդհանուր բոլոր ցլերի համար։ Ամուսնացած են, զույգ են, միայնակ են, տարիքով են, նշանակություն չունի։ Տեսնում եմ երիտասարդ տղա բաժակը ձեռքին։ Կարող եմ ասել, այստեղ կա երիտասարդ, որը պատրաստ է ինչ-որ աղջկա առաջարկություն անելու, երևի նոր սիրահարված է, սա նաև շատ էմոցիոնալ երիտասարդի պատկեր եմ տեսնում, երիտասարդը այստեղ նոր սիրահարվել է եւ արդեն պատրաստվում է աղջկան առաջարկություն անել, բայց ոչ թե ամուսնության առաջարկություն, ոչ, այստեղ միայնակ է դեռ երիտասարդը, պարզապես փորձում է, ուզում է աղջկան առաջարկել, դուրս գալ, ընկերություն անել, շփվել, կամ կարող է լինել աղջիկ, որին կարող է առաջարկել, եթե աղջիկը ցուլն է, կարող է աղջկան առաջարկություն անել մի երիտասարդ եւ սեր խոստովանել։ Տեսնենք։ Կարող է մեկը ձեզ սիրում է, դուք տեղյակ չեք, հարգելի ցուլ աղջիկներ, կարող է։ Շատ ակտիվ կապեր եմ տեսնում, հարգելի միայնակ ցլեր։ Շատ հետաքրքիր։ Սպասեք հերթով կա։ Տեսնում եմ բաժակների 9 է։ Շատ հետաքրքիր եմ տեսնում։ Իսկ հետո տեսնում եմ 7 պենտակլի, տեսնում եմ քրմուհին, տեսնում եմ թրերի ասպետը եւ տեսնում եմ հիմարի կարտը, ինչը նշանակում է զերոյական վիճակ։ Ես տեսնում եմ այստեղ ցուլ, որը բավականին փորձված է, շատ այսպես կանանց հետ շփվել է, բայց ոչ մեկի հետ լուրջ հարաբերություններ չի ստեղծել, որտեղ ինքը էլի մենակ է։ Չես նայում է միայնակ, ասենք սիրում է շփվել, բավականին փորձ ունի բոլոր աղջիկների հետ, մեծ հաջողություն ունի աղջիկների մեջ, բայց իրականում մարդը երևի չէր ուզում ամուսնանալ լուրջ հարաբերություններ, այսինքն ոչ մեկի հետ չէր մնում, հարաբերություններ ունենում էր, հեռանում էր, որովհետև ինքը սպասում էր, մինչև կգտնի երևի թե սեր։ Եվ հիմա էլ մարդը սիրահարվել է, այ ինքը սպասում էր, չէր ամուսնանում, որտեղ սիրից։ Կարծում որ հիմա արդեն մեր փորձված տղամարդը, փորձված երիտասարդը վերջապես կարծում է, որ գտել է իր սիրուն եւ երևի թե ուզում է մոտենալ եւ առաջարկություն անել։ Այսինքն եթե մինչև այդ ժամանակ է անցկացրել, մարդը հիմա սիրահարվել է, իրականում ունի զգացմունքներ։ Ես այստեղ տեսնում եմ քրմուհի, այսինքն այս աղջկան ձեր պատկերացած ձևով հարգելի ցլեր, որոնք իրենց այսպիսի վիճակում տեսնում են, այս աղջիկը բավականին բարդ աղջիկ է եւ ինքը բավականին խելացի է եւ իր ներքին ձայնը իրեն միշտ էլ հուշում է դիմացի տղամարդուն կարելի է վստահել թե չի կարելի վստահել։ Այսինքն իրեն ձեզ սովորական այսպես հրով թրով եկաք իրեն այսպես գրավեցիք սիրուն խոսքերով չեք կարողանալու, սա այդ կինը չի, բոլորովին այդ կինը չի, այս աղջիկը չի, անկախ նրանից ինչ տարիքում եք եւ ձեզ բավականին պետք է նորովի մոտենա, այդ տեսնում եք, այսինքն ձեր սովորական այդ ագրեսիվությամբ, ինչպես որ բոլոր աղջիկներին մոտեցել եք ձեր փորձով, այսպես այս աղջկան չեք կարողանալու մոտենալ, իրականում այստեղ շատ ռիսկային կլինի, ես տեսնում եմ դուք նորովի, զրոյից, այսինքն պետք է փորձեք հասկանալ այս աղջկան ինչպես կարելի է մոտենալ, որտեղ այս անգամ դուք զգացմունքներ ունեք եւ շատ ավելի զգույշ պետք է լինեք, շատ ավելի զգույշ, որպեսզի կարողանաք աղջկա, որտեղ այս աղջկան կոմպլիմենտներով չեք կարող գրավել, իրեն պիտի կարողանաք սիրտը գրավել։ Իսկ իրականում տեսնում եմ, որ կկարողանաք գրավել, որտեղ շանսեր կունենաք։
իրականում շանսեր կունենաք, աշխարհի կարտով կարող եմ ասել, որ ձեզ հնարավորություն կտրվի, ինչ որ մի պահ աղջիկը կարող է այսպես ձեզ չվստահել եւ ձեզ իրականում կարող է շանս չտալ, ձեզ էլ թվա, որ միգուցե տարբերակ չկա, իսկ ես վերջում տեսնում եմ, որ իրականում տարբերակ կլինի, բայց ելի եմ ասում, այս աղջկան ձեզ սովորական ձևերով չեք կարողանալու այսպես ասեմ, համոզել կամ ձեզ սիրահարեցնել, իրեն պետք է նորովի մոտենալ, շանս կունենաք եւ ելի եմ ասում, ես տեսնում եմ վերջում հաջողության եւ այսպես ուրախության կարտը, ընտանիքի կարտը նույնիսկ, այսինքն ես տեսնում եմ, որ սա այն աղջիկն է, որի հետ արժե ընտանիք կազմել, պարզապես մի քիչ զգուշ մոտեցեք, ոչ ինչպես բոլորին եք մոտեցել, նույնիսկ եթե ինչ որ մի պահ էլ եմ ասում, աղջիկը այսպես կծկված տեսնում եք, անվստահ աղջիկը ձեզ չի վստահում, մի քիչ ավելի զգուշ եղեք, բայց մի հանձնվեք, որտեղ ես տեսնում եմ, որ դուք ունեք շանս եւ աշխարհի կարտով եմ ասում, ունեք շանս։ Եթե իսկապես սիրում եք, այս անգամ իսկապես որոշել եք լուրջ հարաբերություններ կառուցել եւ պատասխանատվություն եք ուզում վերցնել ձեր վրա եւ ամուսնանալ աղջկա հետ, ապա զգուշ եղեք, նորովի այսպես նոր ձևով մոտեցեք, այսինքն այսպես անզգուշ մի եղեք եւ անպայման կկարողանաք աղջկա սիրտ։ Եթե դուք անկեղծ լինեք, կկարողանաք աղջկա սիրտը գրավել։ Զույգերի համար տեսնում եմ այսպեսի ճգնաժամային կարտ, երկու հոգով կին տղամարդ տխուր նստած են մի տեսակ կոտրված տաշտակի առաջ, հետաքրքիր է, որոշ ցուլեր մի տեսակ խնդիրների մեջ են, չգիտեմ ինչ է եղել իրենց, տեսնենք ինչ կհուշեն կարտերը։ Ում չի վերաբերում, ովքեր նորմալ հարաբերությունների մեջ են, հարգելիներս երկու շաբաթվա մեջ ձեզ ոչինչ չի լինելու, չեն փչանալու ձեր հարաբերությունները։ Ես տեսնում եմ առաջին կարտով, թե ինչ է եղել արդեն, որպեսզի տեսնեմ հետո ինչպես է սա փոխվելու։ Լավ, այսինքն չներշնչեք ձեզ, հանկարծ կարող է հարաբերությունները փչանան, չի փչանում ոչինչ։ Արդեն մարդիկ, ովքեր խնդիրներ ունեն, ես իրենց համար եմ փորձում տեսնել, ինչ կարող է լինել, ինչ կարող են սպասել հաջորդ երկու շաբաթվա մեջ իրենց հարաբերություններում ինչ կարող է փոխվել։ Ինչ է տակսկիր է, կարտերն իրենք են դուրս գալիս։ Բարդ կարտեր տեսնում եմ ճիշտն ասած, բայց շատ, այսպես շատ բարդ կարտեր ճիշտն ասած չեմ էլ տեսնում։ Հետաքրքիր է, շատ հետաքրքիր կարտեր եմ տեսնում, հարգելիներս։ Ինչ է պատահել որոշ զույգերի, ինչու են այսպես հիասթափված, գլխիկոր կանգնած է երիտասարդը, տեսնում եմ այստեղ կախված մարդը, զույգերից մեկը հիասթափված է ճիշտն ասած կա, ես տղամարդ եմ տեսնում հիասթափված, բայց կարող է տղամարդուց են հիասթափված, միգուցե տղամարդը ինչ-որ սխալ բան է արել։ Ես այստեղ տեսնում եմ բաժակների թագավորը, ամեն դեպքում ճիշտն ասած ես տեսնում եմ այստեղ տղամարդն է հիասթափված։ Ես տեսնում եմ տղամարդն է ամեն դեպքում հիասթափված, հարգելիներս, եթե կանանց կվերաբերի, ես կխոսեմ տղամարդկանց մասին, միայն տղամարդիկ եմ տեսնում, իսկ եթե կանայք զգում եք, որ ձեզ վերաբերում է, ամեն դեպքում ցելերին դուք էլ կարող եք իմ ասածը վերագրել ձեզ։ Ես տղամարդիկ եմ տեսնում, խոսեմ տղամարդկանցից։ Զույգերից եմ խոսում, անկախ նայած զույգերը ամուսնացած են, թե ամուսնացած չեն, տեսնում եմ այստեղ հիասթափություն, հարաբերությունները մի տեսակ տուպիկի առաջ են կանգնել։ Այս թագավորը, բաժակների թագավորը, նշանակում է, որ մարդը կարծես ամեն ինչ էլ ունի, բայց ամեն դեպքում ինչ-որ բան իրեն չի բավարարում, ինչ-որ էմոցիոնալ առումով մարդը իրեն լիարժեք չի զգում։ Իսկ մյուս կարտերին նայելով այսեղ տեսնում եմ 6-ը պենտակլի, 6-ը նշանակում է ինչքան տալիս ես, այնքան կստանաս։ Իսկ այս գլխիկոր մարդը կանգնած այստեղ ինձ սա ցույց է տալիս, որ տղամարդը սիրում է, բայց իրեն սիրված չի զգում։ Այսինքն ինչքան որ ինքը ինչ որ անում է կնոջ համար, պատասխան չի ստանում։ Եթե կնոջ մասին է խոսքը, կինը տղամարդուց հիասթափված, ապա կինը կարծում է, որ միակողմանի է զգացմունքները։ Մարդը այստեղ հիասթափված է, որովհետև ինքը սիրում է, վստահ չէ իրեն սիրում են, թե չեն սիրում։ Բայց դուք արդեն հարաբերությունների մեջ եք, ինչպիսի էլ եմ ասում, ամուսնացած թե ոչ։ Մարդը իրեն ցուլը իրեն սիրված չի զգում, ինքը կարծված ինքը սիրում է։ Դրա համար էլ նեղվում է, որտեղ ինքը սիրում է, բայց ինքը վստահ չէ, որ իրեն սիրում են։ Դրա համար էլ նեղվում է եւ չգիտի ինչ անել։ Այս կախված վիճակը, այսինքն մարդը անելի վիճակում է զգում իրեն։ Տեսեք, ես չեմ տեսնում այստեղ դավաճանություններ, չեմ տեսնում վեճեր, բարդ, շատ բարդ կարտեր չեմ տեսնում, այլ զգում եմ, որ ցուլը մի տեսակ ինքն է տխուր, իր հոգեվիճակն եմ տեսնում։ Ինքը իրեն զգում է չսիրված։ Չնայած որ զույգ են, բայց ինքը իրեն զգում է չսիրված։ Գիտեք, ես այսպես հետաքրքիր շատ գեղեցիկ իրականում կարտեր եմ տեսնում, հարգելի ցելեր, շատ հետաքրքիր, անկեղծ ասած։
Գիտեք, ես չեմ կարող ասել, այստեղ հրաշագործը ով է։ Հիմա եթե հեքիաթ պատմեմ, ձեզ ասեմ հրաշքով հանգարց ճակատագրի անիվը կփոխվի, լուսինը կասկածները կցրվեն, նոր ինչ որ ճանապարհ կբացվի, սա էլ մեծ սեր, շատ գեղեցիկ է հնչում, որտեղ հենց այդպես էլ տեսնում եմ կարտերը, բայց ով է հրաշքի այսօրվա դրությամբ հավատում, անձամբ ես չեմ հավատում։ Բայց իրականում այդպես եմ տեսնում, անկեղծ ասած, ես չգիտեմ ինչ պետք է լինի, ով պետք է լինի, ինչ որ մեկը կարող է ձեզ օգնել։ Դուք պետք է լինեք հրաշագործը ինքներդ ձեզ համար, փորձեք ձեր անիվը, ճակատագրի անիվը փոխել, այսինքն դժվանամ ասել ինչ հարաբերություն է, ինչու է խնդրեմը, որ հասկանամ թե ինչպես կարող եք օգնել, բայց դուք պետք է անեք, հրաշագործը դուք պետք է լինեք, դուք ինքներդ պետք է փոխեք ձեր կյանքը։ Ես չգիտեմ, միգուցե խոսեք ձեր զույգի հետ, ես կարտերով չեմ տեսնում, ես դա ինձ եմ ասում։ Ես տեսնում եմ, որ իրականում ճակատագրի անիվը կարող եք փոխել։ Դուք ինքներդ փորձեք, գործիքները ձեր ձեռքում են, այսինքն սա ձեր կյանքն է։ Միակողմանի սերը որն է, այդպես չի լինում, դա լինում է տառապանք։ Ես էլ եմ ասում, շատ այստեղ լուրջ տառապանքեր չեմ տեսնում։ Այսինքն եթե դա սեր ամուսնացած զույգ չէ, պարզապես հիասթափված եք, որտեղ ուզում եք վերջապես ամուսնանալ, ընտանիք կազմել եւ սա այդ զույգը չէ, ապա դուք կարող եք ձեր կյանքը փոխել։ Սա ճիշտ մարդ չէ ձեզ համար, գնացեք նոր սեր փնտրելու, իսկ ես տեսնում եմ, որ սեր գտնում եք դուք։ Անպայման կգտնեք սեր։ Այսինքն սա այն լիարժեք կարտն է, որ այս հիասթափված թագավորը բաժակը ձեռքին, որ մարդը կարծես թագավորը ամեն ինչ ունի, բայց սիրված չի զգում իրեն իր կողքի կնոջ հետ կամ կինը տղամարդու հետ։ Բայց իրականում պետք է լինի այսպես լիարժեք բաժակ, սերը սա է, երբ լիարժեք լցված է, երկուսն էլ սիրում են իրար։ Եթե կա այսպիսի զույգ, որտեղ մեկը ցուլը իրեն ցուլի համար ենք նայում, ցուլը հիասթափված է, կինեք թե տղամարդ չգիտեմ, նորից եմ ասում, դուք եթե ձեզ սիրված չեք զգում եւ դեռ ամուսնացած չեք հատկապես, ձեր ձեռքում է։ Դուք կարող եք ձեր ճակատագրի անիվը փոխել, այսինքն կարող եք այս բոլորը փոխել ձեզ համար, վերջացրեք հարաբերությունները, որ չեն աշխատում։ Ինչ որ բան կարող է ձեզ համար պարզվել մինչև հուլիսի վերջ։ Այ լուսինը, երբ բոլոր խնդիրները ջրի երես են դուրս գալիս, դուք ինքներդ ձեզ հետ կարող եք հանկարծ նստել ու որոշել, որ ես այսպես էլ չեմ կարող։ Ես վստահ չեմ։ Միգուցե պարզապես մարդուն հարցնեք, օրինակ ես շատ ուղիղ մարդ եմ։ Հա, ես կոմպլեքսներ չունեմ։ Ես խնդիր չունեմ, եթե կասկածում եք, հարցնում եք, դու ինձ սիրում ես թե չես սիրում։ Ես հասկանամ, մնում եմ քեզ հետ, թե գնում եմ, ես պիտի շարժվեմ առաջ, ես այսպես անորոշ չեմ կարող ապրել։ Կամ դուք եք ձեզ համար որոշում։ Ինչ որ հարց պետք է լուծել։ Այլ լուսնով ինչ որ բան ձեզ համար կպարզվի, մինչև հուլիսի վերջ փորձեք պարզել ինչ եք անում։ Իսկ ես տեսնում եմ կարտերը հուշում են, երկու տուզ եմ տեսնում, հարգելի ցլեր։ Ձեզ իրականում սպասում է գեղեցիկ սեր եւ այստեղ տեսնում եմ շատ նոր հարաբերություններ, այո, նոր կյանք պետք է սկսել եւ նոր սեր պետք է փնտրել։ Կարտերը հուշում են, որ կգտնեք։ Ես ժամկետներ չեմ կարող տալ, չեմ կարող ասել, որ մինչև հուլիսի վերջ նոր սեր կգտնեք, այդպես դժվար թե լինի, մանավանդ եթե արդեն սիրում եք ինչ-որ մեկի եւ զույգ եք։ Բայց ես կարող եմ ասել, որ եթե սխալ հարաբերություններ են, չեք աշխատում, դուք ձեզ սիրված չեք զգում, պարզապես ինչ-որ մեկի հետ եք, որտեղ չեք ուզում մենակ լինել, սխալ մարդու հետ եք, հատկապես եթե ամուսնացած չեք, ինքներդ կարող եք, դուք եք ձեր ճակատագրի տերը։ Դուք եք, հարգելիներս, որոշեք, նոր ճանապարհ ընկեք, հա, նորովի նայեք ձեր կյանքին, ինքներդ ձեզ, սա է ձեր ապագա սերը։ Լավ եմ տեսնում, պարզապես այսօր հիասթափված եք։ Սխալ մարդու հետ եք պարզապես, հարգելիներս։ Բայց միշտ ասել եմ, նորից եմ ասում, մինչև չվերջացնեք սխալ հարաբերությունները, նոր սեր ձեր կյանքում չի գա։ Պետք է ինչ-որ մի բան հեռանա, որ դրա փոխարեն նորը գա։ Հեռացնում ենք վատը, որպեսզի նորը գա։ Լավը գա դրա փոխարեն։ Իսկ վերջին կարտը չեմ նայում, միայն նակեք, զույգ եք, մեծ եք, տարիքով փոքր եք, նայում եմ պարզապես բոլոր ցլերի համար անձնական հարաբերություններ։ Քույր եղբայր, բարեկամ, ազգական նշանակություն չունի։ Ինչպիսի հարաբերություն է, պարտադիր չի լինի սիրային։ Ես այստեղ տեսնում եմ 7 թրերի, այսինքն մի տեսակ լարվածություն եմ տեսնում, ագրեսիվություն։ Դուք եք ագրեսիվ, թե ձեր հանդեպ են ագրեսիվ, կկարողանամ ասել, բայց լարված հարաբերություններ են ինչ-որ մեկի հետ անձնական խնդիրներ ունեն որոշ ցլեր, ինչը ձեզ համար խնդրեմ է։ Տեսնենք։ Այսպիսի հարաբերություններ արդեն կան, ես էլ եմ ասում, չի լինելու, ինչ-որ մեկի հետ լարվելու են հարաբերությունները մինչև հուլիսի վերջ, ոչ։ Ես նայում եմ, թե ինչպես կփոխվեն, սա իրական այս պահի վիճակ, այս պահին եմ այսպես տեսնում վիճակը, մենք ուզում ենք տեսնել, թե ինչպես կարող է փոխվել։ Տեսնենք, ինչու է այսպիսի ագրեսիա որոշ ցլերի միջավայրում, շրջապատում, ում հետ են այսպես, չգիտեմ, իրենք են ագրեսիվ, իրենց հանդեպ են ագրեսիվ, մի քիչ ինչ-որ մեկի հետ տեսնում եմ մի քիչ բարդություններ։
Հարգելի ցելեր, ես որտեղ երրորդը այսպես չեմ առանձնացրել, ում համար եմ նայում, ինչ դուք ինքներդ կհասկանաք, ում ինչպես է վերաբերում, ինչպիսի հարաբերությունների մասին է խոսքը, չգիտեմ, ընտանիքում ծնող երեխա հարաբերություններ են, ամուսիններ եք, ամուսիններ չեք, քույր-եղբայր հարաբերություններ են, հարևաններ ու ազգական բարեկամ ընկերներ, ինչ ուզում է լինի, ինչ որ մեկի հետ խնդիր ունեք, դուք ինքներդ գլխի կընկնեք, ում հետ են այդ խնդիրները։ Ես տեսնում եմ, որ կկարողանաք խուսափել ավելի բարդացնելուց, այսինքն այս խնդիրը չի դառնա շատ մեծ լուրջ խնդրեմ, կկարողանաք խուսափել դրանից, կամ միգուցե կարտերն են հուշում, աշխատեք չխորացնել, եթե ինչ-որ մեկի հետ խնդիրներ ունեք, փորձեք մեղմացնել եւ փորձել հեռանալ այս ագրեսիվ վիճակից։ Եթե ձեզ հետ ինչ-որ մեկը ձեզ հետ այսպես ագրեսիվ խոսում է, փորձում է վիճել, կռվել, աշխատեք հեռանալ, հանգիստ, ավելի հանգիստ փորձեք հարցերը լուծել։ Ես տեսնում եմ, որ կկարողանաք իրականում, տեսնում եմ պաժը թրերի, հանգիստ կանգնած է երիտասարդը, այսինքն փորձեք մտածել, նախ փորձեք չբարդացնել վիճակը, եթե ինչ-որ մեկը վիճում է ձեզ հետ, փորձեք ավելի, այսպես ասած, խուսափել, ավելի մեծ կռիվ չդառնա, ավելի մեծ խնդիր չդառնա ձեր արդեն այս խնդրեմը, իսկ հետո փորձեք այսպես հասկանալ, ինչ կատարվեց, ինչու այսպես եղավ, այս ինչ կարող եք անել այս խնդրից հեռանալու համար։ Գիտեք, այդ շատ մտածելը ձեզ իրականում կօգնի եւ իրականում ցուլը կկարողանա հարցը լուծել, որովհետեւ տեսնում հրաշագործը, այսինքն ձեր ձեռքում է, դուք կկարողանաք, պարզապես պետք է մտածել, հասկանալ ինչ մարդու խնդրեմը ինչումն է, ինչու մենք վիճեցինք, կամ ինչու ինքը այսպես հանգած ագրեսիվություն ցուցաբերեց իմ հանդեպ։ Դուք գլխի կընկնեք ում մասին է խոսքը, ում որ վերաբերում է, եւ դուք կկարողանաք այ մտածեք, հասկացեք, փոխանակ վիճեք, իրենց հեռացեք, մենակ փորձեք մտածել, հասկանալ, ինչպես կարող եք այս հարցը լուծել։ Մի քիչ պետք ստիպված կլինեք ջանքեր գործադրել, ճիշտն ասած, բայց դուք տեսնում եք, դուք կարծես մեղավոր չեք, դուք շատ վստահ եք ձեր վրա, ձեր ուժերի վրա, եւ ես տեսնում եմ, որ եթե դուք շատ ջանք գործադրեք, կկարողանաք այդ վիճակից դուրս գալ իրականում։ Այո, տեսնում եմ թրերի թագուհին, այսինքն չէ, ոչ մեկ էլ այստեղ թրերի 7-ն էր, երիտասարդ, շատ երիտասարդ է ձեր վրա հարձակվողը, այսինքն ինքը շատ հացուպանիր պիտի ուտի, որպեսզի կարողանա ձեզ հաղթել, այդպես կարող եմ ասել։ Այսինքն ինքը շատ ավելի, միգուցե եթե որդին է մոր հետ է վիճում, ես չգիտեմ, մայր ու տղա են վիճում, տղան մի քիչ ագրեսիվ է, մայրը ավելի թող մեղմ լինի, սա մայրն է, այսինքն դուք ձեր զիջելով որպես ծնող, որպես մայր, ավելի ուժեղ եք, հասկանում եք, երիտասարդ է, բարկացել է, ինչ որ բան միգուցե ասում է։ Իսկ եթե երիտասարդ չէ, մայր ու տղա հանկարծ հարաբերություններում չի հարցը, այլ ինչ որ մեկը այսպես չգիտեմ, ագրեսիվ վիճակում է, երիտասարդ է ավելի ձեզ բարեկամ է, ազգական է, ով ուզում է լինի, դուք կկարողանաք իրեն էլ հեռացնել խնդիրներից, եթե ինքը ցուլը դուք չգիտեմ, դուք նայում եք ցլի համար, ինքն է խնդիրներում, ինքն է ագրեսիվը, իր հանդեպ չեն, ապա դուք կարողանաք օգնել իրեն, որպեսզի ինքը հեռանա խնդիրներից, խոսեք հետո, զրուցեք, փորձեք խրատ տալ, որպեսզի մտածի, հասկանա ինչ է անում, այսինքն մի բան անելուց առաջ կարողանա երկար մտածել։ Իրականում ես տեսնում եմ, որ կկարողանա, իր ձեռքում է, ցլի ձեռքում է ամեն դեպքում, անկախ նրանից ցուլն է հարձակում ինչ-որ մեկի վրա, ցլի վրա են հարձակում, սա հարձակողը կարդ եմ տեսնում ագրեսիա, դրա համար եմ հարձակում, ասում, բացասական մի ընդունեք հարգելիներից։ Այսինքն ինչ որ մեկը դե եթե դուք մեկի վրա բարկանում եք, ուրեմն մեկը ձեզ բարկացրել է, չէ՞, ուրեմն արժանացել է դրան, որ դուք բարկացել եք։ Կարտերը հուշում են, փորձեք խուսափել ավելի բարդացնելուց, հեռացեք խնդիրներից, եթե մի քիչ ավելի կարողանաք հեռանալ, եթե ավելի մի քիչ երկար մտածեք, մենակ մնացեք, մի այսպես ասած խորացրեք ձեր վեճերը, իրականում մի քիչ ավելի պետք է ջանք թափել, բայց դուք կկարողանաք։ Ցլերը շատ համբերատար են, երևի ամենահամբերատար կենդանակերպի նշաններից մեկն են։ Այդ ձեզ շատ համբերություն կպահանջվի, մինչև կարողանաք այս մեր ագրեսիվ երիտասարդի հետ լեզու գտնել, բայց կկարողանաք, որովհետև թրերի թագուհին տեսնում էի, որ իրականում ինքը իր համբերատարությամբ, իր այսպես ասեմ, իմաստությամբ, հա, ցուլը, ով էլ լինի տարիքով մեծ, եք փոքր եք, կկարողանաք ձեր հարցերը ձեր, չգիտեմ, ազգականի կամ ում հետ էս անձնական հարաբերություն այս մարդու հետ լուծել, ով էր այդպես հանկարծակի ագրեսիվ, այսպես հարձակվեց ձեր վրա։